հիմնական դատալսումներնիստի քարտուղարային խնդրում զեկուցելով կեն ներկայացել, ինչպես նաև բացակայողազան չներկանալու պատճառների մասին։ Պատվարժանական դատականիստի ներկայացրել դատավորության բոլոր մասնակիցներն, ինչպես նաև Վկանունե Սարգսյանը դատականիստի չեն ներկայացրել ՎԿ Գագիկ Բեգլարյանին, ոստիկանության համապատասխան աշխատակիցները տեղեկացրին, որ այցելել են վերջինիս տուն, կազմել են համապատասխան արձանագրությունը եւ կուղարկվի դատարան, ինչպես նաև դատականիստի դալիճում ներկայացել լրատվամիջոցի ներկայացուցիչ իրավաբանքետներ լրատվական միջոցի օպերատոր Տիգրան Ղուկասյանը։ Ընտրեմ ներկայացեք հարգելի։ Նկարահանման մասին, այսինքն տեսանկարահանման մասին է խոսքը գնում, հասկանալի է։ Եվ կողմերի կարծիքը։ Առարկում են, բոլորը առարկում են։ Եվ տեսանկարահանում, տեսագրում, տեսաձայնագրում, լուսանկարում կամ հեռարձակում թույլատրվում է դատանը մեղադրյալի համաձայնությամբ ստեյության հարգելի լրագրող դատանը չի թույլատրում մասնակի մասին օրենքի մեջ որևէ լուծում չի դրվում։ Պարզ է։ Հիմա ձեզ վերադարձնում ենք կարող եք ձայնագրում անել։ Լավ, այսքանը ներկայացել ենք ներգրաման հարց ունենք, չէ՞, որ ամենքին բոլորս այնքան չենք կարող հասկանում։ Ներկայացել է ՎԿ Նունե Սարգսյանը, խնդրեմ մոտեցեք ամենին հարցը։ Դատային հայտնեք ձեր անհասկանում հայրանը։ Սարգսյան Նունե Ռազմիկյան։ Ծնված 15/06/66։ Որտեղ ծնվել, հարգելի Արտաշատ։ Դատան ներկայացված Հայաստանի Հանրապետության անձնագիր AT 049317 սերիա եւ համարի Նունե Ռազմիկի Սարգսյանի անվան բազմավերականի միջև 18/05/30 թվականը հետևյալացում վկային հարգելի վկա հանդիսանում ենք վարույթի մասնակիցներից, որը մեկի ազգականը կամ բարեկամը ճանաչում ենք, թե ոչ եւ բանից ինչ հարաբերությունների մեջ են գտնվում։ Մասնավորապես խոսքը վերաբերվում մեղադրյալների Երևանցախային եւ Կարեն Դավթյանին։ Անձամբ չեք ճանաչում։ Ազգակցական պապ թշնամանք չկան։ Վկայի ինքնությունը ճշտելու հետ կապված կողմերը այլ հարցեր ունեն։ Ես կանի հանրային մեղադրողին տեսնեմ։ Եվ հարգելի վկա դատարանը ձեզ պարզաբանում է որպես վկայի ձեր իրավունքները եւ պարտականությունները նախատեսված քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածով համաձայնորի վկան իրավունք ունի իմանալ թե որ վարույթով է հրավիրվում վարույթի իրականացնող մարմին ներկայանալու փաստաբանի հետ հրաժարվել ցուցումներ տալուց կամ նյութեր տրամադրելուց եթե ողջամտորեն ենթադրելի է որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իրավունքով կամ մերձավոր ազգականի դեմ ցուցումներ տալուց վարույթի իրականացնող մարմնի դուտուկությամբ օգտվել փաստաթղթերից եւ գրավոր նշումներից առաքելու վարույթի անային մասնակցի գործողությունների դեմ յուրաքանչյուր անգամ ստանալ ապացուցողական կառավարության այդ գործողությանը մասնակցելու համար կատարված ծախսերի հատուցում։ Բացի այդ վկան պարտավոր է տալ ցուցմունք առանց նախագահության չլքեն նիստերի դարիճ կամ դատանի շենքը ենթարկել վարույթի իրականացնող մարմնի կարգադրություն եւ դատական նիստի կարգին։ Նախազգուշացում եք ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվել է ցուցում տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որ նախատեսված է քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածներով բացել է դատարանը ձեզ պարզաբանում է որ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 326-րդ հոդվածի 2-րդ մասի միջև հարցաքննություն սկսել է պարտավոր է կատարել հետևյալ բովանդակությամբ բանավոր հայտարարությունը։ Ես ձեր անհասկանալու ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասել ոչինչ բացի ճշմարտությունից։ Պարզ է ձեզ հարգելի վկա, խնդրեմ համապատասխան նախազգուշացման թերթում ստորագրեք։ Համապատասխան հայտարարությունը խնդրեմ կատարեք բանավոր։ Բարձրացեք։ Ես Սարգսյանից ցուցմունք տալիս ասելու եմ։ Ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ոչ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունը։ Շնորհակալություն։ Հարգելի վկա, տերեք ասված եք, որ վարույթով եք հրավիրվել, քննիչի մոտ հարցաքննվել եք։ Հիշում եք։ Շատ վաղուց։
Սույն վարույթով Երվանդ Զախարյանը մեղադրվում է ենթադրյալ պաշտպանական լիազորությունները կատարելու մեջ, իսկ Կարեն Դավթյանը նշված գործողությանը ենթադրյալ օժանդակության մեջ եւ խոսքը վերաբերում է ձեր կողմից պայմանագիր կնքելուն եւ համապատասխան Ավանգարդ Մոտորս ՍՊ-ին պատկանող Կուկուրուզնիկի մասին խոսքը գրում ասում են այդքան չկարդանք։ Ես լրացնեմ, որ պայմանագիրը ես չեմ հաստատել, ես այդ ժամանակ չի աշխատում։ Չէ, վերջը դրա մասին է խոսքը։ Հիշեցիք։ Խնդրում ենք որքանավոր մանրամաս եւ մանրակրկիտ ծրտագործի հանգամանքների մասին։ Մանրակրկիտ Ճշմարտացի օրինակը։ Գործարքը ես չեմ կատարել եւ որևէ բան հիշել կամ պատմել դրա մասին չեմ կարող։ Հարցեր ունեք հարգելի։ Եթե այդքանը վերջացրեցիք, այդ հարցեր կան։ Այո, շնորհակալություն։ Այդ հայտեք դատարանի մեր մասնագիտությունը աշխատում եք ներկայացնել ոչ եւ որպես կոնդակտացել եք դրոջ։ Մասնագիտությամբ իրավաբան եմ, աշխատել եմ 2005 թվականից որպես նոտար։ Մինչև երբ։ Մինչև այս։ Հիմա եք աշխատում։ Հիմա եմ աշխատում։ Դա 2005 թվականից ասացի։ Ինչ այլ աշխատել եք։ Աշխատել եմ Երևանում դատարանում աշխատել։ Իսկ նոտարական գործունեության հետ կապված շուրաշապանք կատարել եք կամ նոտարի օգնական կամ օգնական եմ եղել 2000 թվականից։ Մինչև նշանաշվել ես, մինչև 2000 օգնական եք եղել։ Զարգացել եմ։ Հասկացանք կապում եք Այո, մայրս է։ ձեր մայրն է։ Որ նոտարական գործունեություն էր։ Բաղարմանի նոտարական։ Կետոր նոտարական դերասենյակում նոտարել եւ դուք օգնական էիք, այսինքն քննարկվող դեպքին առողջ ժամանակված է 2004 թվականի փոխանցից կարող կանցնել, որ այդ ժամանակ դուք հանդիսացել եք ձեր մայրիկ նոտարի Էլենա Սարգսյանի օգնականը։ Այո։ Հասկանում եք։ Խնդրում եմ դատարան հայտնեք, այդ նշեցիք, որ մեղադրյալներին չեք ճանաչում, դատարան հայտնեք որևէ առնչություն ունեք Ավանգարդ Մոտորս ՍՊ-ի կամ ՍՊ-ի ներկայացուցիչների Լեոնիդ Արևշակյան, Էդվարդ Ավետիսյան, մյուսների կամ սեփականատերերի երբևէ որևէ առնչություն ունեցել եք։ Չեք ունեցել։ Ճանաչում Նախկին շաբաթի իհարկե ճանաչում Անձամբ չեք ճանաչում ատի որպես իբաշխոտ է, հա, այպես կարգապետ իսկ Ավանգարդ Մոտորս ՍՊ-ի սեփականատերերի տնօրենների մասով ճիշտ ասած չհասկացա, չեք ճանաչում։ Շատ լավ։ Այ բազմամյա ձեր փորձից ելնելով երկու մասնագիտական հարց Հայաստան դատարանի խնդրեմ ներկայացրեք այ քաղաքապետարանի գործակները, որոնց մի կողմը հանդիսանում է օրինակ Երևանի քաղաքապետարանը կամ այլ համայնքի համայնքական գործակները ինչ ընթացակարգով են ասում եւ նոտարական վավերացումը ինչ ընթացակարգով է տեղի ունենում։ Օրինակ ասենք աշխատանքի օտարման գործընթացը։ Նշված գործարքներով սովորաբար ներկայացնում էին որոշումը քաղաքապետի կամ քաղաքապետի համապատասխան քաղաքապետի արդեն իսկ կազմված պայմանագրերը կամ համաձայնագրերը, որոնք պետք է հաստատվեն, պահանջվող բոլոր փաստաթղթերը քաղաքապետարանից կամ քաղաքապետարանից որևէ կողմ չէր ներկայանում, մինչև այսօր էլ այդ գործարքները կատարվում են այդպես, մենք ուղղակի ստանում ենք ստորագրության նմուշները իրենց ու ստուգելով, համեմատելով փաստաթղթի պայմանագրի կամ համաձայնագրի վրա դրված ստորագրության հետ ըստ դրա կատարվում է մի կողմի հետ գործարքը։ Շատ լավ։
Կատարի հայտնեք, որ դեպքում է քաղաքացու դիմումը, օրինակ ասենք 7 տարվան պայմանագիր վավերացնելու ենթակա մերժման։ Ինչ ինչ-որ երևի անօրինական փաստարկներ կան գործում կամ եթե ենթակա չի վավերացված կամ բավարար չեն ներկայացված փաստաթղթերը միայն այդ դեպքում։ Երբ բավարար չեն ներկայացված փաստաթղթերը, այս դեպքում ենթակա է մերժված։ Այո։ Եթե օրինակ դուք որպես նոտար դիմումի եւ դիմումից ներկայացված փաստաթղթերի մեջ ինչ-որ կասկածելի տվյալներ տեսնեք, դրանք դիմումը մերժելու հիմք է, թե ոչ, նկատիվներում ավելի բարձրաբար կա, որ ընդհանրական չլինի հարցից։ Դիցուք ես քաղաքացի եմ ձեզ ներկայացնում պայմանագիր, որի մի կողմը հանրապետարանը եւ տեսնում եք, որ օրինակ ասենք ամսաթվերը չափազանցնող են եւ ըստ էության պրակտիկայից ելնելով, հա, այդ ժամանակահատվածում չէին կարող կնքվել այդ պայմանագրերը։ Ձեր մոտ կասկած առաջանում ենթադրեք։ Դա քաղաքացու դիմումը մերժելու հիմք է, թե ոչ։ Սովորաբար դիմումով չեն կատարվում մեր գործարքները, մենք ստուգում ենք ուղղակի գործին առնչվող փաստաթղթերը ու դրանց օրինականությունն ու համապատասխանությունն է ստուգվում ու ըստ դրա կատարվում է։ Իսկ ժամկետների առումով մենք որևէ պահանջ որևէ մեկին ներկայացնել չենք կարող, եթե կան ֆիքսված ինչ-որ ամսաթվեր կամ ժամկետներ Իսակսյան հարցս երևի թե ես խաձևակերպեցի, համեն դեպս ճիշտ չկալվեց հարցը, նկատում եմ դուք որպես նոտար, երբ որ ձեզ դիմում եք պարտադիր չկնակ գրավոր դիմում։ Ես դիմում եմ ձեզ, ասում գրացեք ես մի նկատմամբ իմ իրավունքը, դուք իմ կողմից ներկայացրած փաստաթղթերում կասկածելի ինչ-որ փաստեր տեսնեք կամ կասկածելի տվյալներ տեսնեք։ Ձեր մոտ որպես նոտար կասկած ողջամիտ կասկած առաջանում։ Դա իմ կողմից ձեզ դիմելու առաջարկը, դիմումը, խնդրանք ինչ կուզենք ավարտենք, մերժելու հիմք է, թե ոչ։ Եթե իսկապես կասկածելի ինչ-որ բան տեսնենք, անպայման դա ճշգրտվում է, ստուգվում է, պարզաբանվում է։ Կարող եք մերժել։ Այո։ Շնորհակալություն։ Դատարանի տվյալներ հայտնեք ընթացակարգի հաջորդ տարածքի մասին, երբ որ ասենք դուք իմ խնդրանքը չեք մերժում, իմ կողմից ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրում եք եւ պետք է կազմվի եւ պետք է հավերացվի իմ եւ քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիրը։ Հաջորդի իմ գործողությունները, այսինքն դուք ինչ-որ սեղանամարտություններ եք, շունեք, ինչ-որ տեղ ես պետք է ստորագրեմ, չստորագրեմ, քաղաքապետարանի աշխատակիցները պետք է լինեն, թե չլինեն, մանրամասնեք ես հանգամանքներ թե կարելի։ Թույլ տակ պատժնդատարան, ես հանրային հարցադրման հետ կապված ունեմ հետևյալ հայտարարություն, որ ամենայնպես պաշտպանության կողմի բարձր խոսքը վերաբերում է ներկայիս ժամանակահատվածի նոտարական գործունեությանը, թե 2004 թվականի հունվարի 16-ի դրությամբ, որովհետև հայտնի է, որ գոյություն ունի նոտարիատի մասնավորը եւ նոտարիատի մասնավորը սպառիչ կերպով նախատեսում են բարեկամներ, երբ որ գործարքի հաստատում նոտարը չի իրականացնում եւ հետեւաբար ողջամտորեն հնարավոր է, որ այն ժամանակվա խմբագրությամբ եւ ներկայիս խմբագրության գործող նոտարիատի մասնավորը որոշակի տարբերություններ այնուամենայնիվ նախատեսած լինի։ Դրա համար սկզբունքային է պաշտպանության կողմը համարում հետևյալ հարցադրումը, արդյոք խոսքը վերաբերում է 2004 թվականի հունվարի 16-ի դրությանը, թե մեր ժամանակներին։ Այս տրամաբանները 2004-ի ժամանակահատվածին ավելի հստակեցնել այլ հարցը, որ այդ ժամանակահատվածին, որ գործարքների ժամանակահատվածն է հարցը մեջ, խնդրեմ հատենին հրադրում նշեք որ ժամանակ։ Շատ լավ, ինձ թվում էր Տիկին Սարգսյանը հասկացել է, բայց կողմի համար ավելի բարձր լինելու համար խնդրում եմ իմ հարցին պատասխանեք 2004 թվականի, այսինքն մինչև ձեր նոտարաշակարգի ժամանակահատվածի կարգավորումներով։ Օգնական եք եղել, չէ՞։ Այո։ Նրանով պայմանավորված ենթադրում հստակ տիրապետել եք, առավել ևս որ ժամանակ արդեն 4 տարով օգնական եք եղել։ Վարվել է սեղանամատյան թե ոչ, այդտեղ գրացում ունի մի խոսքով կներկայացնեք ինքնեսը տեղի։ Սեղանամատյան վարվել է, մինչև օրս էլ վարվում է, սեղանամատյանում գրանցվել է
եւ քաղաքապետարանի կամ թաղապետարանի կողմը եւ մյուս կողմը, որը պայմանագրի կողմ է հանդիսացել, բայց ներկայացել է միայն մի կողմը, ոնց որ ասեցի արդեն, եւ մատյանում ստորագրել է միայն մյուս կողմը, ոչ համայնքի ներկայացուցիչը։ Եթե օրինակ ֆիզիկական եւ գեոպոլիտիկական անձի միջև կգրվի շուրջ իրավունքի փոխանցման պայմանագիր եւ իրավաբանական անձը նոտարի մոտ ստորագրությամբ չհաստատի իրավունքի փոխանցումը, դա ըստ իրավունքի փոխանցման վավեր իրավահարաբերություն է, թե կասկածելի։ Ոչ, այդ կարգը սահմանված է եղել միայն համայնքի հետ գործարքների համար, այսինքն համայնքի ներկայացուցիչը գործարքին չի ներկայացել, պայմանագիրը արդեն ստորագրված է եկել նոտարի մոտ ու ստորագրությունը ստուգվել է միայն մեր մոտ եղած նմուշներով, ստորագրության նմուշներով։ Վավերը համարվում։ Այո։ Հարցը վավերի մասին չէ, վավերը։ Այո։ Այ ասեցիք, այդ կարգը սահմանված է եղել միայն թիմ մարմինների դեմ։ Այդ ինչ իրավական ակտով է կարգավորված եղել։ Արդյոք գոյություն ունեցել այն ինչ-որ նորմատիվ, որ սահմանվել է, որ օրինակ դերական ինքնակառավարման մարմինների իրավական վարչության աշխատակիցները աշխատանքային ծառայության պայմանավորված պետք է այցելեն նոտարական գրասենյակներ եւ այլն։ Ունեք այդպես ինչ-որ նորմատիվ։ Չեմ կարող ասել։ Չեք կարող։ Երևի ինչ որ ենթաօրենսդրական ակտ եղել է։ Դուք դա որտեվ կարգը այդպես շարունակվում է մինչև այսօր։ Մինչև օրս այդպես շարունակվում։ Այո։ Այսինքն պայմանագրերում ստորագրության լիստության հետ կապած հասկանալի է ինձ համար, բայց այդ սեղանամատյաններում համայնքապետարանի ներկայացուցիչների չեն ստորագրում, այսինքն այդ հատվածը որ բաց է մնում, դա համարվում է նորմալ։ Այո։ Հասկանալի։ Այդ միջոնոց նույն ձևի աշխարհ։ Այո։ Այսինքն համայնքի ներկայացուցիչները չեն կարող Չէ։ Ես կարող եմ մեյլս ցույց տալ, որ մենք ստանում ենք ստորագրության նմուշները, եթե ինչ-որ մեկը փոխվում է, ասենք թաղապետը, եթե փոխվում է, ուրիշն է նշանակվում, այդ ժամանակ մենք ստորագրության նոր նմուշ ենք ստանում ու դրանով ենք աշխատում։ Ամբողջ խնդիրը սեղանամատյանը, ոչ թե պայմանագիրը, ճիշտ է։ Պայմանագիրը ստորագրված է, այո, լինում։ Սեղանամատյանում ինչ այժմ կնդում եք, որ համայնքային ներկայացուցիչները չեն ստորագրում։ Այո։ Շատ լավ։ Այդ սեղանամատյանը առիթ ունեցել եք նոտարական գործակների մասնակցելու, այս դիրքը չէ, որը դրացում է ձեռագիր կերպով շոուերի տվյալները, որ եթե սխալ եմ, ինձ խնդրեմ, երբ որ դրացում է կողմերի տվյալները եւ գործարքի բովանդակարագիր է գրվում, ճիշտ է, եւ կողմերի ներկայացությամբ հաստատվում է, որ այդ ժամին այդ կողմերը նոտարի մոտ իրավունքի փոխանցում ներկայացրեցին կամ ինչ-որ իրավահարաբերություն ծնվեցրեց միջև։ Ես ստորագրությամբ վավերացնում, ճիշտ է։ Այո։ Հայտնեք խնդրում դատարանին այդ ամեն կատարված գործարքը եւ ամեն դրված ստորագրության համար առանձնացված այդ սյունակը ունի արդյոք հերթական համար։ Ոչ, միայն գործարքը ունի հերթական համար։ Իսկ սեղանամատյանում գրացումները համարներ չունեն։ Ունեն։ Հա, այդ համարները։ Այո, այդ գործարքի համարը, որը դրվում է, որը գրվում է մատյանում, գրվում է պայմանագրի վրա։ Հասկանալի։ Իսկ լավ, ես հասկացա ինչ նկատի ունեք, այսինքն սկզբի գործարքը որն է, մատյանը թե պայմանագիրը։ Իհարկե պայմանագիրը։ Պայմանագրի հիման վրա որոնվում է սեղանամատյանի համարը։ Այո։ Հասկանալի է։ Այդ համարները ինչ-որ դասակարգման տրամաբանություն ունեն, օրինակ ասենք հերթական են իրանք, այո։ Այդ հերթական համարների մեջ ինչ-որ շեղումներ թույլատրելի է։ Ոչ։ Կարող օրինակ ասենք 311-ին հաջորդի 310-ը։ Կարող է վրիպակ լինի, բայց խախտումներ չէ։ Հա, չէ, վրիպակի մասին դեռևս խոսենք։ Օրենքով սահմանված հասակարգով կարա 311-ին հաջորդի օրինակ 315-ը։ Ոչ։ Հունվար ամսվա դրությամբ 2004-ի թե ներկայիս դրությամբ։ Ես 2004-ի
հումար ամսվադրության բոլոր հարցերը փորձենք համաձայնեցնենք, որ դրա շրջանակներում պատասխանենք։ Եթե մի կողմը հարց տա եւ գտնի, որ այլ ամսվա մասին է խոսքը գնում, հարցազայնի, որ հասկանա։ Եվ մի բան ներսահմանացնեմ, իմ կարծիքով այս հարցերի դրամաբանությունը, այս հարցերը առհասարակ նոտարի ինստիտուտի ձևավորման առաջին վարկյանից մինչ այս պահ ամփոփող են, իմ պատկերացումն է դա, չեմ կարծում 2004-ի ու 5-ի մեջ այդպես տարբերություն է լինելու, էլի։ Ես արդեն բարձրաբանեցի, որ հարցերը վերաբերում են 2004-ին, չեմ պատրաստվում ամեն հարցից առաջ ասել, որ հարցից վերաբերում 2004-ին։ Այսպես կողմերն ունեն հարգելի վկա, պատասխանում ենք 2004-ի դրությամբ, փոփոխություն եթե եղել է, չի եղել է, արդեն ասեք, որ պատասխանենք կարող չպատասխանենք, այս քննության առարկան վերաբերում է 2004-ի հումար ամսվադրությանը։ Գրանցամատյանի հերթական համարները միշտ նույն կարգով են գրանցվել, միշտ եղել են հաջորդական եւ առանց խախտումների։ Շնորհակալություն։ Այ եթե օրինակ իրավունքի մի հատ տեսակ ասեմ, խնդրեմ դատարանի բարձրաբանեք ձեր մասնագիտական եւ եթե օրինակ ես պետք է համայնքապետարանի հետ կնքեմ որոշակի գույքի մասով վարձակալության իրավունքի փոխանցման պայմանագիր, այսինքն համայնքապետարանը պետք է վարձակալության ինձ որոշակի գույք հանձնի։ Եվ ըստ այդմ ես պետք է այդ գույքի հետագայում այդ գույքի նկատմամբ նախապատվության իրավունք ձեռք բերեմ։ Եվ ես պետք է կնքեմ այդ գույքի արդեն ուղիղ վաճառքի եղանակով ձեռքբերման պայմանագիր։ Բայց խնդրում եմ այս հաջորդականությունը դատարանին հայտնեք, այդ պայմանագրերը նոտարի մոտ ոնց է վերացվել։ Դե սկզբում վարձակալության պայմանագիրը բնականաբար վարձակալության պայմանագիրը սկզբում եթե նախատեսված է գնելու նախապատվության իրավունքը վարձակալության պայմանագրում հաջորդիվ արդեն առողջարքի պայմանագիրը Այ եթե իմ անվամբ լինի նոտարական բարելացմամբ երկու պայմանագիր եւ Սևանավացյանում երկու հերթական համարների տակ գրառում։ Մեկը լինի որ վնասականի ծոմակը ձեռք է բերել այս գրիչը 1000 դրամ արժեքով, մյուս պայմանագիրը լինի վնասականի ծոմակը վարձակալել է այս գրիչը ամսական 100 դրամ արժեքով։ Վարձակալության պայմանագրի հերթական համարը լինի 100-ը, իսկ առողջարքի պայմանագրի հերթական համարը լինի օրինակ ասենք 98-ը։ Ձեր ներկայացրած դրամապատվության մեջ կարող եք ենթադրել, որ հետևաբար առաջի իրավունքը, որ ծագել է այս գրիչի նկատմամբ, եղել է առողջարքի, այսինքն սեփականության իրավունքը, որովհետև սրա հերթական համարը 98-ն է, իսկ վարձակալությունը 100-ն։ Եթե նույն կողմերին եւ նույն գույքին է վերաբերվում, ոչ։ Բարձրաբանեք ինչու ոչ։ Հաջորդականություն կա գործարքների։ Եթե կատարվել են միաժամանակ, թերևս միգուցե հնարավոր լինի, բայց միաժամանակ ես նկատի ունեմ նույն օրը, նույն ժամին։ 1000 ես հասկանում եմ, որ երևի ես կամ հարցս մի քիչ բարձր եղեցի, բայց այլ ուղղությամբ եք գնում, էլի։ Ես նկատի ունեմ գույքի նկատմամբ կա եւ վարձակալության իրավունք եւ սեփականության իրավունք գրանցված նոտարիում։ Սեփականության իրավունքի հերթական համարը ավելի փոքր է, քան վարձակալության իրավունքի։ 99-րդ համարը սեփականության իրավունքին է, 100-ը վարձակալությանը։ Հիմա ըստ ձեր քիչ առաջ պատասխանից կարան ենթադրել, որ ուրեմն առաջինը գրանցվել է սեփականության իրավունքը։ Ես ինձ հայտնի չի պարագել, երբ որ նոտարի մոտ իրավունք է գրանցվում։ Նոտարի մոտ հաստատվում է պայմանագիր, որի հետագայում կադաստրում ընդհանրական պետական գրանցվում։ Եթե հանրային մեղադրողը նկատի ունի նոտարի մոտ նոտարական պայմանագրի հաստատելու պարագան, սա լրիվ այլ տրամաբանություն է։ Եթե նկատի ունի նոտարի մոտ որը իրավունք հաստատելու պարագան, սա տրամաբանությունից դուրս է, որտեղ իրավունք հաստատելու բացառիկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունում անշարժվի պետական կարգավորում։ Ես պատասխանել եմ, ուզում եմ միայն հասկանամ սա ինչ էր, առաքություններ իմ հարցի դեմ, թե ինչ-որ երկուսը մեկում, չէ, եթե երկուսը մեկում հասկանանք, հիմա ասենք
Իմ հարցերից կարծում եմ դահլիճում այդպես բան չկա, որ չհասկացա, որ խոսքը չի գնում, որ կադաստրի վկայական է դրամատուրգ նոտարը, չնայած որ փոփոխություններից հետո նոտարական պալատներում նաև կադաստրի գրանցում է տեղի ունենում, հետո ես ասեմ նկատի ունեցեք, որ նոտարում հենց տեղում կարող ենք գույքի նկատմամբ իրավունք գրանցել։ Դա միայն էս վերջերս։ Ներողություն։ Միայն էս վերջերս, դա այն ժամանակ չի եղել։ Տեսականից ենք խոսում, ես ընդդում հակառակը, որ նոտարական պալատում իրավունք պայմանավորելիք ֆինանսվում է։ Բայց իմ հարցը պատվաժան դա դրան վերաբերում էր նրան, որ եթե կա 99-րդ համարի հերթական համարի գործակ եւ որն ավելի վաղ է։ Հիմա այստեղ իմ խոսույթի մեջ օգտագործված բառերից կարճելու բառակցություններ կասեն, կարծում ես քննության դրամաբանության հետ ընդհանրապես կապ չունի։ Դա հասկանալի է, հազար ներողություն եմ խնդրում, ես չեմ ուզում երկխոսության մեջ մտնել հանրային մեղադրի, բայց նոտարական պալատում իրավունք չի գրանցվում։ Խոսքը վերաբերում է նրան, որ քաղաքացին իրավունք ունի նոտարին տրամադրելու իրավահաստատող որ փաստաթղթերը, նոտարը on-line կարգով դա ուղարկում է կադաստր, երբ որ գրանցվում է հետավարվում նոտարին, նոտարն էլ տրամադրում է քաղաքացուն։ Այսինքն նոտարական պալատում վերողերում է որևէ իրավունք չի գրանցվում, բայց ես հետևյալի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, ինձ համար որպես իրավաբանի կոնտեքստում կարող է մեկ այլ իրավաբան հանդիսացող դատախազի արձադրումը բարձ լինել, բայց օրինակ նույն պարոն Զախարյանը, նույն պարոն Դրացյանը մասնագիտությամբ իրավաբաններ չեն, հետևաբար հարցերը պետք է այնպես իմ կարծիքով ձևակերպեն, որ այդ թվում ոչ իրավաբանները սահմանադրությամբ հռչակված արդար դատաքննության հիմնարար իրավունք իրացնելով հասկանան, թե հանրային մեղադրումը ինչ հարց է տալիս, ըստ այդմ իրենց պաշտպանությունը կառուցեն հանրային մեղադրողի կողմից տրված հարցերի նոտարի պատասխանների բերումով արդեն իրենք իրենց հերթին նոտարին համապատասխան հարցադրումներ կատարելով։ Սրա մասին է խոսքը։ Ինձ համար օրինակ պարզ էր հանրային մեղադրողը, որը ասում է իրավունքի գրանցում, իրականում նկատի ունի գործարքի հաստատում։ Բայց ովքեր պաշտպանեց այդ պաշտպանյանի բացատրել։ Դե հիմա ես հանրային մեղադրողի կարող եմ պարզաբանել, բայց հանրային մեղադրողը կարող է այդ հարցերը տալիս, որ պարզաբանման կարիք չի։ Հասկանալի է հարգելի կողմերը, ըստությամբ որոշակի չափով պարզաբանեք հերթականության մասին խոսքը դնում պայմանների կնքված հերթականության եւ դրանից հետո որն ասես կնքվել համարակալման ոնց ենք հասկանում։ Խնդրեմ շարունակեք հարգելի հանրային պարոն Զախարյանն եւ պարոն Դրացյանն հավանաբար պարզ եղավ հարցի իմաստը։ Արդեն իսկ այսքան քննարկումներից հետո։ Չէ՞։ Խնդրեմ շարունակեք։ Հարցի պատասխանը այսինքն հնչեց թե չհնչեց։ Ես կարող եմ մեկ այլ օրինակ էլ բերել, որ իմ ասած շարունակությունը լինի, եթե նույն օրը, նույն ժամին, նույն գործարքի շրջանակներում է, կարող է լինել նաև ավելի հետո առաջ, այսինքն մի օրինակ բերեմ առուվաճառքի պայմանագրով, կնքվում է առուվաճառքի պայմանագիր, որով պետք է լինի ամուսնու համաձայնությունը։ Կարող է 100 համարի տակ գրանցվի առուվաճառքի պայմանագիրը, 101-ի տակ գրանցվի կնոջ կամ ամուսնու համաձայնությունը, կարծում եմ դա խախտում չի։ Եվ նույնը ժառանգական մի այլ գործով, եթե ժառանգությունը տրվում է ժառանգներից միայն մեկին, մյուս երկուսը պետք է հրաժարվեն, կարող է ժառանգության վկայագիրը գրանցվի 99-ի տակ, 100-ի տակ գրանցվի մեկի հրաժարականը, 101-ի տակ մյուսի, կարծում եմ եթե հաջորդականությունը թվերի գործին չի խանգարում։ Շատ, իսկ եթե այդ նույնը պրոյեկտենք վարձակալության իրավունքի բարերացման եւ ավելի հաջողով սեփականության իրավունքի բարերացման։ Հնարավոր է սկզբից օրինակ սեփականության իրավունքը դիմացվի, հետո նոր վարձակալություն։ Այսինքն նկատի ունեք առուվաճառքի պայմանագիր, հետո նոր վարձակալություն։ Այն դեպքում, երբ որ Ես եթե չեմ սխալվում, նույն օրը գրանցվել է համաձայնագիր վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին, որով տրվել է գնելու նախապատվության իրավունք եւ առուվաճառքի պայմանագիրը վարձակալությունը ավելի շուտ է եղել, եթե չեմ սխալվում։ Դուք կոնկրետ եք պատասխանում այս դեպքով։ Այո, մեծ է հարցը։ Ես հասկանում եմ, որ դուք կոնկրետ գալիս եք ծրագրի հանրամատներին, բայց ես մենակ ուզում եմ ընդհանուր պատկերը դատարան ներկայացնենք, որ ասենք կոնկրետ գործին։ Եթե վարձակալության իրավունքից բխելու է իմ նախապատվության իրավունքը գույքի նկատմամբ, որ ես ձեռք բերեմ սեփականության իրավունք։ Իմ սեփականության գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու իմ իրավունքը ծագում է վարձակալության իրավունքից։
պատկերացրեցիք ինչ եմ ասում։ Գնելու նախապատվության Գնելու նախապատվությամբ, այո։ Այս պարագայում կարա սկզբից գրածվի առով հաջորդի պայմանագիրը, հետո վարձակալության։ Այդ նույն իմ ասած օրինակի տրամաբանությամբ կարող է, եթե իրար հաջորդող երկու համարներ են ու նույն օրն են կատարվել, կարող է։ Այս պայմանները հարցը շուտ է։ Այո, պարոն, շնորհակալություն։ Հարգելի Տիկին Սարգսյան, խնդրում եմ հետևյալ հարցին պատասխանել։ Երբ որ դուք արեն մեղավորի հարցերին պատասխանեք, մասնավորապես Գերանսամարյանի գործարքի գրանցման կարգի եկան։ Այդ դուք հաճախակի օգտագործում եք կարգ ելույթը։ Որ խնդրեմ կասեք 2004 թվականի հունվարի 16-ի դրությամբ։ Այդ կարգը ինչ նորմատիվ իրավական ակտով է սահմանված եղել։ Սա մեկ հարց, եւ եթե նորմատիվ իրավական ակտ չհիշի, արդյոք պատասխանները հանրային մեղադրողի ես վերաբերելի հարցերին զուտ ձեր թեկուզ պրակտիկայի բերումով ունեցած կարծիքներն։ Նորմատիվ ակտ, ինչպես ասեցի, ես չեմ հիշում, բայց որ կարգը այդպիսին է եղել ու մինչև այսօր էլ այդպիսին է, չեմ կարող ասել ինչ նորմատիվ ակտով է դա կարգավորվում, բայց այդ կարգը եղել է միշտ։ Եվ իմ օգնական եղած ժամանակ եւ նոտար եղած ժամանակ։ Շատ լավ, շնորհակալություն, այսինքն ես ճիշտ հասկացած ես, որ դու հանրային մեղադրողի հարցերին կապված կարգի հետ, օրինակ Գերանսամարյանում գրանցման եւ հերթական համարակարգման պատասխանում էիք պրակտիկայի բերումով ունեցած փորձի հաշվին եւ ոչ թե որևէ իրավական վկայաբերելով կամ նկատի ունենալով։ Այո։ Շնորհակալություն, այլ հարցեր ես ինչ։ Հարգելի վկայք ասեք, հանրային մեղադրողը հարցող ես ձեզ, ասես կասկածելի հաստատքների դեպքում դուք կվավերացնեք այդ գործարքը թե ոչ, դուք ասցիք ոչ, հիմա ավելի փորձեմ հստակեցնել, հա, այ ժամկետների պայմանագրի կնքման ժամկետների հետ կապված որոշակի հարցեր հնչեց, բայց այդպես էլ չհստակեցվեց, դուք վավերացնելիս գործարքը, հա, դուք նայում եք պայմանագրերի կնքման ժամկետներին, չգիտեմ, դա կարող է որևէ ազդեցություն ունենալ ձեր կողմից այդ գործարքը վավերացնելու։ Ընդհանուր ձեր հարցը կներեք ընդհանուր կարգին է վերաբերվում, թե կոնկրետ գործարքին։ Կոնկրետ գործարքին։ Այդ կոնկրետ համայնքի վերաբերվող գործարքներին ասեմ, որ գործի մեջ հիմնական տեղը զբաղեցնում են նախ որոշումը քաղաքապետի կամ համայնքապետի եւ դրա հիման վրա կազմված պայմանագիրը։ Ուստի պայմանագրի կնքման օրինակ ա, ձեզ մոտ կասկած առաջացնել, դուք այդ հիմքով չվավերացնեք գործարքը։ Չէ, դե կոնկրետ դրան չի վերաբերվում, որտեղ այնտեղ կա որոշում եւ կազմված արդեն պայմանագիր։ Այդ դեպքում կասկած չի կարող առաջանալ։ Մի հարց ևս կարող եմ շնորհակալ եմ։ Հարգելի Տիկին Սարգսյան, դուք հիշում եք այս 2004 թվականի հունվարի 16-ին ձեր մայրիկի կողմից այս գործարքները, այսինքն վարձակալության իրավապահի պայմանները հաստատելու պարագան ընդհանրապես։ Եթե հիշում եք, ես ուղղակի իրավական հարց ունեմ ձեզ, որպես իրավաբանի եւ նոտարի, ուղղակի դրանք այդ հարցը փոխկապակցված է այդ գործարքների հետ։ Եթե որոշակիորեն թեկուզ հիշում եք, ես հարցային անունիվ տամ։ Չեմ հիշում։ Կարող այն անունիվ տամ։ Տվեք, եթե Չիտակավորվել հրաշի կուկուրուզնիկ ձերնով, որ այդ շենքի օտարման մասին ախոսել կալարցականության։ Այնուամենայնիվ տամ հարցս ես։ Շնորհակալ եմ։
Տեսեք, Տիկին Երենա Սարգսյանը եկողը հաստատել է երկու պայմանագիր, մեկը վերաբերել է խնդրահարակա Ռոման Հողամասի բարձակալությանը, երկրորդը վերաբերել է Հողամասի ուտարման, այսինքն համավաճառքի պայմանագիրը հաստատել։ Դրանից առաջ դեռևս 3 օր առաջ Տիկին Սարգսյան։ Ուրեմն Սարալանջի փողոցի համար 1 հասցեում գտնվող շինությունները 31,700 ներողություն, շինությունը 24345.2 քառակուսի մետր մակերեսով վաճառվել է Ավանգարդ Մոտորս ՍՊ ընկերության։ Այդ գործարքի գործերի մայրիկը հաստատել է դեռևս 3 օր առաջ։ Պատկերացրեք, չէ, այդ շինությունները, որոնք զբաղեցրել են կոնկրետ հողատարածքը, վաճառքները դա դատարան են որոշվում, դա այդ շինությունները ի սկզբանե մինչև Հողամասի աղյուսակի և վարձակալությունը դեռևս 3 օր առաջ վաճառվել են Ավանգարդ ՍՊ ընկերության։ Հիմա այդ ժամանակվա դրությամբ 2004 թվականի հունվարի 13-ի և 16 թվականի և 16-ի դրությամբ հունվարի։ Գործել է կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի համար 286 որոշումը և այդ որոշումից առաջ և դրանից զած գործել է հողային օրենսգիրք, որոնք ունեցել են հետևյալ իմպերատիվ կարգավորումները։ Ես ցիտեմ։ Ուրեմն համաձայն հողային օրենսգրքի 2004 թվականի հունվարի 16-ի դրությամբ գործած 48-րդ հոդվածի 3-րդ մասի պետության և համայնքների սեփականության հողամասերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավելի ժամանակով բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի։ Ընդ որում, վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի։ Այսինքն հողի վարձակալը հողային օրենսգիրքը հռչակել է այդ պայմանությամբ, որ ունի այդ հողը գնելու նախապատվության իրավունք, եթե հողի վարձակալն է հանդիսանում։ Դրանից զատ հարգելի Տիկին Սարգսյան, ուրեմն կառավարության խնդրահարակա 2001 թվականի ապրիլի 12-ի համար 286 որոշումը հետևյալն է սահմանում, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերի շինությունների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս, խնդրում եմ ձեր հատուկ ուշադրությունը, որ ոչ թե սահմանումը անցնելուց հետո, այլ եզրույթը հետևյալն է, անցնելիս նա հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով և ծավալով։ Հիմա այս իրավակարգավորումները պրոյեկտեն քիչ առաջ իմ կողմից վկայակոչված փաստակազմի վրա։ 2004 թվականի հունվարի 13-ի դրությամբ այդ շինությունը ձեռք է բերել Ավանգարդ Մոտորսը։ Հիմա 2004 թվականի հունվարի 13-ի դրությամբ, որ ձեռք բերեց, ինքը այդ շինության զբաղեցրած հողատարածքի նկատմամբ դարձավ այս վկայակոչածս իրավանորմի ուժով վարձակալ, թե չդարձավ։ Այնտեղ ինչ-որ նրբություններ կան, չեմ կարող ասել։ Ես կարող եմ կրկնել այս կառավարության որոշումը Տիկին Սարգսյան։ Ասում եմ, շինությունների շենքերի նկատմամբ սեփականության իրավունք այլ անձի անցնելիս։ Ես օրինակ ոչ թե հուշում եմ պատողական դատարան, այլ իրավական մեկնաբանության ենթարկելով այս անցնելիս եզրույթը հետևյալ հետևությանն եմ գալիս, որ պարտադիր չի, որ այդ սեփականության իրավունքը արդեն գրանցած լինի կադաստրում։ Եթե այդպես լիներ, կասել անցնելուց հետո կառավարության որոշում, բայց կառավարության որոշումն ասում է անցնելիս։ Հիմա այս անցնելիս եզրույթը եթե օրինակ դիցուկ, միգուցե ես սխալ եմ մեկնաբանում, բայց այնուամենայնիվ եթե այս մեկնաբանությանը ենթարկենք։ Եվ փաստենք, որ 2004 թվականի հունվարի 13-ին այս շինությունը ձեռք է բերել Ավանգարդ Մոտորսը Արուսախի պայմանագրի հիման վրա։ Հիմա 2004 թվականի հունվարի 13-ի դրությամբ, երբ որ ձեռք բերել շինությունը, նա այդ շինության զբաղեցրած հողատարածքի նկատմամբ վարձակալության իրավունք օրենքի ուժով ձեռք բերեց, թե չձեռք չբերեց։ Այո։ Ինչպես։ Այո։ Ես ձեզ հետ համաձայն եմ, շնորհակալություն։ Ունենք ես։
Պիտի Սարգսյան, խնդրում եմ դատարանին ներկայացրեք ձեր աշխատանքային ռեժիմը, աշխատանքային օրերը որորեն են ձեզ մոտ և որորերը քաղաքացիները կարող են գալ ձեզ մոտ նոտարական վավերացում իրականացնելու համար։ Դա էլի վերաբերվում է 2004 թվականին։ Առհասարակ է վերաբերում, որոշ ժամանակների վերաբերում։ 2004 թվականին ինչպես է, մինչև առաջնահերթության 2004 Հիմա ինչ-որ հունվարի դրությամբ փոքր փոփոխություններ կան, բայց փոփոխություններ կան իհարկե, բայց միշտ աշխատանքային ռեժիմը կազմվել է ըստ աշխատանքային ժամերի եւ աշխատանքային օրերի։ Մեր գրասենյակում միշտ եղել է շաբաթօրը հերթապահություն, հիմա կա նաև հերթապահություն կիրակի օրերին, էլի բոլոր այդ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված աշխատանքային բոլոր ժամերին։ Շատ, ես խոսքս հերթապահությունների մասին չէ, առհասարակ աշխատանքային շաբաթ է ձեզ որ, երկուշաբթի ուրբաթ է, երեքշաբթի շաբաթ։ Երկուշաբթի ուրբաթ։ Այ տեղյակ եք պետական հիմնարկներում քաղաքապետարանում աշխատանքային օրերը երկուշաբթի ուրբաթ են, երեքշաբթի շաբաթ։ Պատժին դատան հարցերի դեմ առարկան ըստ էության, նորադրանքի շուրջ։ Ես պատասխանեմ։ Աշխատանքային օրեր, աշխատանքային ժամեր, տեղեր, չեք դիպուկ ձեր հարցերեք հարցեր։ Շնորհակալ եմ, ես իմ դիպուկ հարցերն ավարտել եմ, ներկայումս Խաչաձև հարցաքննություն եմ իրականացնում, դրա շրջանակներում ես Դա Խաչաձև հարցաքննություն չէ, նա Խաչաձև հարցաքննությունը ժխտողական կամ հաստատական պատասխան է պահանջում, բայց դուք լրիվ այլ հարց եք տալիս, պատասխան է պահանջում։ Հա, հիմա ես գալիս եմ ում հարցին, որին գալու համար ես պետք է այլ հարցերով գալու հիմնական հարցին։ Ես պնդում եմ, որ հարցերը շատ կարևոր են և խնդրում թույլ է ձեր հարցերին պատասխանեք։ Վերադառնալու կողմի իր մարտավարությունը, սպայդրությամբ հարցերը չեն հանում, հետո բայց որոշակի հետո չէ, քաղաքապետարան աշխատանքային օրերը երկուշաբթի ուրբաթ են, երկուշաբթի շաբաթ, երկուշաբթի կիրակի։ Տեղեկություն չունեմ։ Հստակ տեղեկություն չունեմ։ Այդ քիչ առաջ իմ հարցերին պատասխանելիս հայտնեցիք, որ եթե ես որպես քաղաքացի այն ժամանակ ես չեմ տվես հարցը, այս սրավարությամբ, այ հիմա եմ տա։ Ես որպես քաղաքացի ձեզ ներկայացնեմ փաստաթղթեր, խնդրեմ վավերացում իրականացնեք, դուք կմերժեք իմ դիմում խնդրանք պահանջում ուզում եք կանոնենք, եթե այնտեղ կասկածել ինչ-որ բաներ տեսնեք։ Հիմա եթե ես ձեզ բերեմ ներկայացնեմ փաստաթուղթ, որը ըստ որի գույքի նկատմամբ իմ իրավունքը ծագել է ոչ աշխատանքային օր, կգրանցեք, թե չեք գրանցի։ Կասկած առաջացնի լավ սենց հարցս տա։ Ոչ աշխատանքային օրով է գրանցվել իրավունքը։ Մի քիչ անհասկանալի է հարցը, այսինքն ոնց գրանցվել է իրավունքը։ Ասա։ Չեմ ասում գրանցվել է, ծագել է։ Ասում եմ օրինակ, քաղաքապետարանը ուղիղ վաճառքով ինձ գույք է օտարել ոչ աշխատանքային օր, օրինակի համար։ Ես այդ պայմանագիրը ներկայացնեմ ձեր հաստատման։ Կհաստատեք, կվավերացնեք, թե ոչ։ Պայմանագիրը հաստատվում է արդեն ներկայացման օրը, որ ներկայացվում է պայմանագիրը նոտարին, այդ օրով է հաստատվում։ Չէ, ես այլ բան եմ ասում եմ, որ ներկայացնեն, տեսնեք, տեսնեք, օրինակ առու վաճառքի պայմանագիրը պետական հիմնարկի հետ կնքվել է ոչ աշխատանքային օրով։ Դա ձեր մոտ կասկած կառաջացնի, թե չի առաջացնի։ Եթե գրաֆիկին, աշխատանքային գրաֆիկին ծանոթ լինեմ, միգուցե։ Այ, ես ճիշտ ասած նոր հավաստիանալու համար ևս մեկ անգամ ստուգեցի և կարծես թե այստեղ ունենք նմանատիպ իրավիճակ 2004 թվականի հունվարի 17-ը, որը Ողամասի ուղիղ վաճառքի պայմանագրի կնքման օրն է, հանդիսացել է շաբաթ օր։ Եվ
այս պայմանագիրը ներկայացվել է նոտարի վավերացման առողջակի մասին խոսքը, հա, իսկ վարձակալությունը 16-ը կնքված է ուրբաթորով, դերևս խնդիր չկա այստեղ։ Բայց առողջակի, այսինքն շաբաթ օրով կնքված առողջակի պայմանագիրը նոտարի մոտ, նոտարական է, սեղանավայրում գրանցվել է 754 համարով, իսկ ուրբաթ օրը կնքված վարձակալության պայմանագիրը դրա հաջորդիվ 755-րդ համարով։ Հիմա դուք որպես նոտար, ոլորտի մասնագետ, եք ժամանակ նաև նոտարի օգնական աշխատանք լինելու հանգամանքով կարգավորված նոտարին բարձրաբանեք։ Այդ հնարավոր է օրինակ ասենք ձեր արխի ձերի վրա շաբաթով կնքված առողջակի պայմանագիրը ձեզ ներկայացվել։ Կամ եւ սա մեկ եւ երկրորդը այս 755 եւ 754 համարների հաջորդականության փոփոխությունը ինչպես կատարվածել հնարավոր է, որ ասենք օրինակ ասենք գրիպակի է։ Կարծում եմ հավանաբար այդ պայմանագրերը միաժամանակ են ներկայացվել նույն օրը, չգիտեմ երբ են կնքվել քաղաքապետարանում, այդ հաջորդականությունը գործարքի համարների, եթե կրկնում եմ, եթե հաջորդում են իրար եւ նույն օրվա ընթացքում են կնքվել, կարծում եմ կասկած չեն առաջացնում։ Ինչը կասկած չեն առաջացնում։ Այսինքն որ վավերացվել են ոչ հաջորդաբար։ Հա, դա ասում եք, որ նորմալ է, որ տերթականությունը խախտվել է, հա, ճիշտ հասկացած ես։ Այո, եթե նույն օրվա ընթացքում միաժամանակ են հաստատվել։ Այսինքն կարող է վերցնեն մի գործարքը քաղաքապետարանից վերցնեն ուրբաթ օրը, մյուսը շաբաթ օրը կամ հինգշաբթի եւ ուրբաթ օրը ու ներկայացնեն նոտարին մյուս երկուշաբթի օրը հաստատման։ Շատ լավ։ Այ եթե հիմա դուք որպես նոտար հիմա հարցից պատասխանեք, ոչ թե 2004 թվականի դրամաբանության։ Հիմա դուք նոտար եք, ձեզ ներկայացվի պայմանագիր վավերացման, որը վերաբերվի պետական սեփականություն հանդիսացող շուրջ 2.5 հեկտար տարածքին, որի առողջակի պայմանագիրը քաղաքապետարանի հետ կնքված լինի ոչ աշխատանքային օրով։ Դուք կվավերացնեք դա, թե ոչ։ Այնտեղ նաև որոշում կա, որի վրա։ Հա, ես որոշման մասին չեմ խոսում, ես ձեզ ասում եմ ուղիղ առողջակի պայմանագիրը, որ ձեզ ներկայացվի, որը կնքված է ոչ աշխատանքային օրով, կվավերացնեք, թե ոչ։ Եթե կնքված է, ստորագրված է, կվավերացնեք։ Կվավերացնեք։ Այլ հարցեր չունեմ։ Վերջին սկսեմ, Տիկին Սարգսյան, գործարքը, անկազմնայած թե գործարքի կողմից մեկը պետությունը, համայնքը, իրավաբանական թե ֆիզիկական գործարքը իր բնույթով իրավունքի ոչ ուղին վերաբերում։ Ներողություն խնդրում եմ հարցը տալու համար, բայց այնուամենայնիվ ինչ բնույթ ունի իր գործարքը։ Քաղաքացիական իհարկե։ Քաղաքացիական գործարքի պարագայում, երբ որ կողմերը իրավը հավասար են, անկախ նրանից մեր կողմը պետությունը, համայնքը թե ֆիզիկական համայնքը, աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրենքների պարագայում, որևէ կանխորոշիչ նշանակություն կարող է ունենալ գործարքի իրավաչափության հետ կապված, թե ոչ։ Երբ որ խոսքը վերաբերում է քաղաքացիական գործարքի։ Դե կարծում եմ դա այն հարցը չի, որ նոտարը պետք է քննարկի, եթե կառավարությունը որոշում է կայացրել, ենթադրենք կիրակի օրը։ Կառավարության որոշման մասին Քաղաքապետի որոշումը, լավ։ Քաղաքապետի որոշման մասին չի խոսք է։ Գործարքի պայմանագիրը կարող է կնքվի կիրակի օրը։ Մենք հիմա հերթապահ նոտարներ ունենք, որ կիրակի օրը աշխատում են, շաբաթ օրը աշխատում են։ Այսինքն պայմանագիրը շաբաթ կիրակի օրը, թե նոր տարվա դեկտեմբերի 31-ին կնքված լինելու պարագան, եթե խոսքը վերաբերում է քաղաքացիական պայմանագրին, այդ գործարքի իրավաչափությունը որևէ կերպ կասկածի տակ կարող է դնել, թե ոչ։ Չեմ կարծում։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցս։ Տիկին Սարգսյան, տեսեք, ես նախորդին իմ տված հարցին դուք պատասխանեցիք, որ ըստ ձեզ, եթե 2004 թվականի հունվարի 10-ին վերջինությունը վաճառվել է ավանգարդ մոթսին,
ապա ավանգարդ մոթորսը ձեր կաբերել այդ շինության զբաղեցված հողատարածքի նկատմամբ իրավունքի ուժով վարձակալության իրավունք։ Ճիշտ հասկացա, չէ՞ ես ձեր պատասխանը։ Դա բխում է օրենքից դին պատասխանը։ Ես բնականաբար ձեր Հիմա հետևյալ հարցը տամ, եթե այս փաստը մենք ունենք, որ դեռևս 2004 թվականի հունվարի 13-ի դրությամբ ավանգարդ մոթորսը արդեն այդ շինության զբաղեցված հողատարածքի նկատմամբ իրավունքի ուժով հանդիսանում է վարձակալ։ Կարիք կար 2004 թվականի հունվարի 16-ին մի հատ ուրիշ վարձակալության պայմանագիր բերել հաստատվում։ Ըստ ձեզ, որպես հիմա գործող փորձառու նոտարի եւ ընդհանուր առմամբ որպես իրավաբան։ Եթե հարցս ինչ երկար դրես կրկնեմ։ Չէ, կարիք չկա։ Կարծում եմ, եթե օրենքի դրույթը նաև ամրագրվում է ինչ-որ ձևով պայմանագրով կամ համաձայնագրով, դա էլ օրենքի խախտում չի։ Խախտում չի։ Ես խախտում եմ։ Դուք ասում եք կարիքը, դե եթե չլիներ, լավ, այլ կերպ ձևակերպել, բավարար դառնում ձեր դրության բացը։ Եթե 2004 թվականի հունվարի 17-ի պայմանագիրը չլիներ վարձակալության։ Այդ վարձակալության պայմանագիրը եթե չլիներ, մենք կարող ենք ասել, որ ավանգարդը վարձակալ չի։ Եթե օրենքի ուժով արդեն նրա վարձակալության իրավունքը գործում է։ Դու կարող էր չկնքվել արդեն։ Ինչպես։ Կարող էր չկնքվել։ Ասել ճիշտ եմ հասկանում, որ այդ վարձակալության պայմանագրի անհրաժեշտությունը չի եղել։ Ես ձեզ ճիշտ հասկացա։ Այո։ Շնորհակալություն։ Ես միացում։ Այո, որ դուք պատասխանում եք, որ վարձակալության պայմանագիրը կարող է չկնքվել։ Իսկ նախապատվության իրավունքը չկնքման դեպքում ինչ որ կերպ ամրագրվելու է, որ այդ սպային նա։ Չէ՞ որ վարձակալության պայմանագիրը օրինակ է, ես իմ գրավորեցնում, ես եմ օրինակ։ Ես վարձակալության պայմանագիր կառուցականամ գտնեմ, նպատակը տապալելով ոչ թե վարձակալ լինել, այլ նախապատվության իրավունք ամրագրել։ Հիմա թույլ կտակ Առարկությունն դա է, Ինչպես առարկություն, բայց հուշով պատասխան չլինի։ Ես չգիտեմ, ամենայն անկեղծությամբ չեմ ուզում հուշեմ, որտեղ Տիկին Սարգսյան դրա կարիքը չի, ինքը մեզ բոլորից ավելի եզնից ամենայն դեպս փորձառու հավանական։ Բայց նախապատվության իրավունքը որևէ տեղ որևէ ձևով որպես նախապատվության իրավունք չի արվում։ Մեկնաբանման հարցը դրա իրավադրությունները մեկը մյուսից բխեցնելու հարցը, հետևաբար եւ ես հարգելի նավեր մեղադրողի հարցը այս բովանդակությամբ չեմ կարծում, որ իրավաց չէ։ Ես պատասխանեմ։ Չէ, թույլ տալիս արելի, որ ես պատասխանեմ, եթե իմ հարցից հարգելի գործընկերս հասկացավ դա ես վստահ եմ Տիկին Սարգսյանը ճիշտ հարցս հասկացել։ Ես օրինակը բերեցի, ասեցի, եթե ես վարձակալության իրավունքի պայմանագիր կնքում եմ, իմ նպատակը ոչ թե վարձակալ հանդիսանալն է, այլ փաստաթղթով ամրագրել է իմ նախապատվության իրավունքը։ Ես այդ պայմանագիրը կնքում եմ, նոտարի մոտ հաստատում եմ, որ ամրագրվի, որ ես նախապատ թուղթ ունեմ, վարատ ունեմ ժողովրդի լեզվով ասած, որ ես նախապատվության իրավունք ունեմ հետայսում։ Ասում եմ, այս պայմաններում հիմա եթե ես իմ նպատակը դա է, դա կարող առանձնարար չկնքվի։ Իմ հարցը սրանա վերաբերում է իվարկե ես առարկությանը պատասխանում ու ես չեմ կիսում են կարծիքը, որ պարոն Մանուկյանը իր առարկությունով վկայիչը ուշեց ինչ է պատասխանեցուն իրավիճակում եւ դրա համար խնդրում առարկությունները փոքր-ինչ ներկայացնելիս մեծ ներկայացնել, որ հարցերություն չկորի էլի։ Ես օրինակը բերեցի իմ ասում կարար նպատակը լիներ ոչ թե գրանցման ոչ ենթակա փաստը եւ այսպես անգամ գրանցելը, այլ իրավունքի մասին թուղթ ունենալը։ Ես հաջորդ տարիներին ներկայացնեմ։ Ներողություն, նախապատվական։ Դες կարելի հանել միավորն ասում այդ դեպքում կնքողի նպատակը կարա դա։ Հիմա Տիկին Սարգսյանը կարա կնքողի դիտավորության մասին ինչ-որ կարծիք հայտնի, թե չէ։ Մեկ երկրորդ Տիկին Սարգսյանը եթե հարգելի հանել միավորի հարցը դա է, արդեն իսկ նախորդի իմ հարցին պատասխան ասես, որ դրա այդ պայմանագրի անհրաժեշտություն չի եղել, իսկ կարա չկնքի։ Քանի որ Սարգսյանը
իրավաբանը Պատվաժան դատանա մեր հարգելի հանրային հեղադրողի առաքության կապված ախր հարցակումներ կա մի ապրանքի կողմից հնչող, որոնք իրենց պատասխանատվի օրենքում են ուղիղ։ Այսինքն մենք հիմա վկային հարց ստացվում է, որ վկայի հարցակնություն իրականացվում է օրենքի դրույթների վերաբերյալ։ Եթե ինչ-որ մի բանի իրավունքը օրենքի ուժով ծագած է, հիմա մենք վկայից ինչ ենք ակնկալում։ Ավելի քաղաքացիական օրենսգրքի 204-207 հոդվածի երկրորդ մասն է հռչակում, որ ուրիշի հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքը այլ անձի անցնելիս վերջինիս հողամասի անպատասխան մասի օգտագործման իրավունք է ստանում նույն պայմաններով եւ ծավալով, ինչ անշարժ գույքի նախկին սեփականատերը։ Այսինքն մենք ըստ էության այստեղ երիտասարդության պալատն է եղել նախկին վարձակալ, այդ նույն իրավունքը ավտոմատ անցել է ավանգարդ փոխարին։ Ընդհանրապես կարիք չկար, բացարձակապես պատվարժան, հետևապես հիմա վկայից փորձել ստանալ այդ բաղձալի պատասխանը, որ այն ամենայնի դա պետք է, դա նախ պիտի դա լիներ, հետո առևաճարքին է լիներ, ախր սա իրականում այդպես չի։ Պաշտպանության կողմներ փորձում է պարզապես հստակություն մտցնել այս հարցը մեջ, որ դա ուղիղ օրենքով ծագել է արդեն այդ մարդու իրավունքը, լիներ, չլիներ, չէ կարող նոտարը այդ առողջարքի պայմանագիրը չվավերացնել, որտեղ օրենքի ուժով այդ մարդու իրավունքը ծագել է։ Լավ, պատասխան չէ, պատասխան պետք է տամ, էլի։ Մի պաշտպանի տարածություն չտամ չի, կներանան, էլի ճիշտ է չի։ Պատվարժան դատարան, ես ուզում եմ ստեղ մի կարևոր արձանագրում անենք, արգելի գործընկերս, որ նշում է այդ հարցի պատասխանը, որ մեղադրողը տալիս օրենքում ուղիղ կա, այս դահլիճում այսօր հնչած օրինակ 30 հարցից 29-ի պատասխանը օրենքում գրված է, դա ինչ կապ ունի։ Եթե մենք նոտարին հարցում ենք, ասում ենք վավերացումը գրանցա պայծառումը տեղ ունենում թե ոչ, նոտարի մասն օրենքով գրած է նոր այո, ախի ենք հարցում։ Հարցում եք, որ դատարանի նոտարը ընդհանրական պարզաբանի, որ ձեր պաշտպանյալները, որոնք իրավաբաններ չեն, իրենց համար անցալելի լինի երևույթը։ Եթե մենք հվում անենք, ասենք, ես հարցեր չունեմ, որովհետև ինձ ուզող հարցերի պատասխանները նորմատիվ իրավական ակտերում սահմանված են, այդ կստացի, որ ես դատավարության տրամաբանությունները կորում կամ հետո ես զայրագությունները լսողի համար առնվազն լիքը հարցեր է առաջանում։ Այս մենք, երկրորդ, կրկին անգամ ասում ես հարց եմ տվել նոտարին, ասել եմ, հերթական համարները խախտվել է, առողջարքի պայմանագիրը կնքվել է ոչ աշխատանքային օրով, մինչև այդ նոտարին պատասխանում ասում է, եթե կասկածելի տվյալներ ունենամ, կմերժեմ։ Հետո ասում, եթե դուք տեսնեք, որ ձեզ դիմումը ներկայացում ոչ աշխատանքային օրով կնքված առողջարքի պայմանագրով կգրանցեք, թե չէ գրանցի, ասում կգրանցեն։ Ասում հերթական համարների փոփոխությունները ոնց կարող մի օր հետո ես կողմի տարբերություն լինի։ Ասում եք կարա մի օր մեջ եթե ներկայացած լինի, ասում իսկ կարա օրինակ վարձակալության պայմանագիրը բերվի, որ նախապատվության իրավունքը ամրագրվի, պաշտպաններն ասում են այն օրենքով ամրագրված է։ Մյուսները ամրագրված չէ։ Ոչ աշխատանքային օրվա հետ կապված ասա։ Պատվարժան դատան, քանի որ դրան նախորդող գիտենք մենք նախկինում հատկապես 2004 թվականին տոնորերը բավական երկար են եղել։ Եվ եղել է, որ արանքում մի հատ աշխատանքային օր է եղել եւ կառավարության որոշմամբ փոխադրվել է այդ օրը հաջորդող շաբաթ։ Դուք հիմա հարցերի հետ Ուզում ասել, դեռ հաստ չի, որ այդ շաբաթ օրը աշխատանքային չի եղել, դրոշակի պես այդքան հարգելի կողմերը, որ փաստը չի նշանակում հարցի իրավաչափ չի կարող հարցը հնչեցվել, անձնել ինչպես դուք եք արձանագրում իրավաբանաբազմանա փորձ ունի եւ այդ հարցները նույն ձևի կարող է պատասխանել ինչ որ ինքը գիտի տեսել է կամ իրավաբանորեն, եթե ոնց ասում եք կարող փոխված լինի։ Ինչ մնում է այն հարցերին, որոնք որ ասում եք օրենքի մեջ ամրագրված արդեն իսկ չի տա զենքերի հավասարության սկզբունքություն ունի, մի կողմը տվել է նշված հարցեր, նշված հանգամանքների հետ կապված հարցեր եւ մյուս կողմը նաեւ դատարանը թույլատվում է տվել։ Իմ վերջի հարցի պատասխանը պարոն Մարկյան տվել, ես այլևս հարցեր չունեմ։ Վերջի հարցը մի հատ հիշել կարող է։ Ես գտնում եմ, որ եթե օրենքում ամրագրված է դրույթը, կարող է կնքվել, կարող է չկնքվել։ Պայմանագիրը դրա վերաբերյալ, այդ կետի վերաբերյալ։ Այլ հարցեր չունեմ, Եվ մայցանի մեջ հետո առաջ գրանցում հանդիպում պայմանագրի իրավաչափության հետ կապված, օրինականության հետ կապված, որը ազդեցություն ունի։
Անմիջապես կարող եք անել թե հետագա անել ոնց է կատարվում պրակտիկան ոնց Անմիջապես են կատարվում, եթե նույն Տարաբերմացություն ջերներով հետագայում անեք անձին կան չեք ճարաշում եք ստորանում ինչ-որ դժվարներ կա, ոնց ամենակ քրեական գործերում ասեմ, այնպես չի ակարով ենք համարակարով տեսնում, դտարով ենք տեսնում, հիմա վրիպակներ են լինում, քննիչնացան ամենրված հնարավոր է լինի, որը որ հստորությամբ տեսնում ենք, բայց քրեական համարադրված տարերով էլ լինում են, Եթե դրա մեջ որևէ խախտում չկա, կարող է այդպես էլ կնքվի, կարող է մի գործարքը այս երկու կողմերի միջև գրանցվի, հետո ինչ-որ շտապ մի ինչ-որ փաստաթուղթ լինի հաստատելու այդ արանքում, հետո հաջորդել նոր իրանց երկրորդ գործարքը, դրա մեջ որևէ խախտում չկա։ Իրավահարաբերության հետ կապված որևէ հանգամանք հիշեցիք Չեմ հիշում։ Շարքարություն, երկարակարվեն իսկ որ ոչ աշխատանքային օրերով ասեցիք ինչ-որ շաբաթ օրեր, կիրակի օրեր աշխատում եք Այո, ինչպես է կատարվում Եվ 2004 թվականին մեր գրասենյակում 4 նոտար է աշխատել իրանք հերթով հերթապահել են շաբաթօրերը։ Այսինքն բաշխել եք Այո, հաջորդաբար, այո։ Հիմա 3-ս ենք ու էլի 3-ով հերթով հերթապահում ենք շաբաթօրերը, իսկ կիրակի եւ տոնօրերինը արդեն նոտարական պալատն է սահմանում։ Սահմանում է ևս նոտար կա որ աշխատում։ Այո, մի նոտար ամբողջ քաղաքում։ Վերջը անխոթելով հետևյալ հարցը տամ, Վագին Լուկա։ Որևէ մեկը ձեզ այս գործարքի հետ կապված, հատկապես այն Պատվարժան դատարանը շարունակ շեշտում էր կուլտուրիստիկի գործն աճեք, հիշում անցոք եւ այլն։ Պետք է որ տպավորվածի, որևէ մեկը ձեզ խնդրել է այս գործարքի հետ կապված շտապել, ինչ-որ արագ վավերացումներ անել, ինչ-որ հատուկ շահագրգռվածություն պետական մարմնի կողմից տեսել եք։ Ես չեմ կարող դրա մասին ասել, քանի որ ես ինքս չեմ եղել հաստատող նոտարը, բայց չեմ կարծում, որ Ոչ, իմ մայրիկը հաստատում էր եւ քաղաքապետարանի գործարքներ, եւ պետական գույքի կառավարման վարչության գործարքները ու այդ գույքերի հետ շատ հաճախ առնչություններ լինում եւ մարզահամերգային համալիրի եւ կրկեսի եւ Կուկուրուզնիկի եւ մնացած մեծ գույքերի հետ կապված։ Հիմա դուք օգնական եք եղել այդ ժամանակ ձեր մայրիկի ընդգծված ուշադրություն նկատել եք այս գործարքի նկատմամբ։ Չեմ կարող հիշել։ Չեմ հիշում, բայց նման բան չեմ հիշում ընդհանրապես։ Եվ որևէ հանգամանքից հայտնի արժանացությունների չարաշահմանի Ինձ ոչ։ Ինձ հայտնի չի։ Ես մի փոքրիկ լրացում եմ ուզում անեմ, ես լրատվամիջոցներում լսեցի մի քանի դրվագ նախորդ նիստից լսեցի, ընդեղ արձանագրվել էր, որ ինի մեղքով է հետաձգվել նիստը, ես ուզում եմ հայտնել, որ ես հանրապետությունում չեմ եղել ու դատարանին տեղեկացրել եմ, որ ներկայանալ չեմ կարող։ Էլի կրկին իրավաբանն էդներ։ Հավանաբար չեմ կարող ասել ինձ ավանդի հրապարակն է եղել, չեմ տեսել, սակայն դատան արձանագրել չտարը անարգելի է, չներկայանա համապատասխան միջոցների ձեռնարկել, հաշվի առնելով ծանուցում է ստացել, ձեր բացակայել։ Եվ ծանուցմանը պատասխանել եմ, հրամանս ուղարկել եմ, հիմա էլ կարող եմ անձնագրի Վարդակիցը արդեն ինձ դրսևորվել է, հարմելի ենք համարել, Ոչ։ Հաջողությունս
Որտեղ միացյալ հարցակներն են, խոսքը վերաբերվում է Դավիթ Բեկլարյանին եւ եւս մեկ անգամ նախորդի ժամանակ որոշվեց դատարան համապատասխան դիտությունը ուղարկել վերահրատության կարգով, սակայն պատասխանը աստիճան դեռևս չեն կարողանում դնել եւ արձանագրություն պետք է համապատասխան Պատասխան հայտնեցին, որ համապատասխան գրել արձանագրությունը կազմվել է ուղարկվել դատարանի պաշտոնական մենք ուղարկել վերահրատության Ուրիշ տարբեր դատական լիստը հաջող լիստը քանսի հոկտեմբերի 21-ին ժամը 14:30 Ոտքի դատարանը